Ողջունում եմ բոլորիդ ընկերներ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում, ցանկանում եմ միասին անցկացնենք աշխատանքային սեանսը եւ խոսենք կարևոր թեմաներից մեկի մասին, ինչու բինար օպցիոններ, ինչու են տարբերվում առհասարակ ինչ աշխատանքային ինստրումենտ է բինար օպցիոնները, ինչու եմ ես սա ընտրել, ինչու եմ ես այստեղ աշխատում եւ ինչու եմ խորհուրդ տալիս աշխատել այստեղ, ինչ առավելություններ ունեի եւ դետալորեն վերլուծենք, խոսենք պլյուսների եւ մինուսների մասին։ Ուրեմն առաջարկում եմ ընտրենք մեկ սիտուացիա, վերլուծենք, բացենք գործակներ եւ անդրադառնանք թեմային։ Ֆունտ եւ դոլարի OTS կոտիրովկաներն են, քանի որ այսօր կիրակի է եւ շուկան փակ է, շուկան բացվելու արդեն վաղվանից երկուշաբթի օրվանից, ակնհայտ ակտիվ վաճառք դեպի ներքև։ Ուժը դեպի ներքև ձգող ուժն է, քանի որ տեսնում ենք տեղի են ունենում այսպիսի կառեկցիաներ եւ որոնցից հետո այսպիսի դեպի ներքև ակտիվ շարժ։ Մոտավորապես այստեղ 5 րոպե տևում է այս կառեկցիայի շարժը կառեկցիան, մոտավորապես կրկին 3-4 րոպե այստեղ տեղի է ունենում կոնսոլիդացիա, որից հետո արդեն ակնհայտորեն գինը շարժվում է դեպի ներքև։ Այսինքն 5 րոպե մոտավորապես 5 րոպե տեղի է ունենում կառեկցիա, 3-ից 4 րոպե տեղի են ունենում կոնսոլիդացիոն շարժերը, այսինքն կառեկցիան շարժում է դեպի վերև, լինում է կոնսոլիդացիա, որից հետո արդեն գինը հստակ կերպով շարժում է դեպի ներքև։ Մինի կառեկցիաները, որ լինում են, այսպես 1 մոմով, մաքսիմում 2 մոմով լինում են մինի կառեկցիաներ եւ արդեն գինը այս շարժի ընթացքում եւս ունի դինամիկա ու ստրուկտուրա, 2-1 րոպեանոց մինի կառեկցիաներով շարժվում է դեպի ներքև։ Ուրեմն անցնում ենք 5 վայրկյան time frame-ի, որպեսզի տեսնենք գնի շարժման դինամիկան, ավելի դետալորեն ցանկացած տատանում տեսնենք եւ հենց այստեղից էլ բացում եմ առաջին գործակը։ Ուրեմն ինչու բինար աուկցիոններ, ինչու եմ ես այստեղ աշխատում, ինչ պլյուսներ ու մինուսներ ունի առհասարակ բինար օպցիոնները։ Ուրեմն տեսեք, սա եւս թրեյդինգ է, սա թրեյդինգի մի մասն է, քանի որ այստեղ հեռարձակվում են նույն կոտիրովկաները, նույն մոմերը, նույն գրաֆիկը, ինչ որ իրական forex շուկայում արժութային զույգերն են այդ գրաֆիկով հեռարձակվում եւ շարժվում։ Կարող եք մտնել օրինակ անմիջապես trading view-ն, որը որ թրեյդերների շրջանում ամենատարածված գրաֆիկը վերլուծելու կայքն է, ու համեմատել տեսնել, որ բացարձակ ոչ մի տարբերություն չկա, նույն գրաֆիկն է, նույն մոմերն են հեռարձակվում երկու տեղերել ու գրաֆիկի վերլուծությունը ու անալիզը, ինչ որ պետք է հիմնվեք այնտեղ ու անեք այնտեղ վերլուծություն, նույնն էլ այստեղ պետք է հիմնվեք դրա վրա եւ անեք վերլուծություն։ Այսինքն ցանկացած տեղ, ցանկացած գրաֆիկ նայելիս ու ցանկացած աշխատանքային ինստրումենտով աշխատելիս առաջին հերթին մեզ անհրաժեշտ է գալու գրաֆիկի վերլուծությունը, տեխնիկական անալիզի իմացությունը։ Կլինի դա բինար օպցիոն, թե կլինի, չգիտեմ, forex։ Forex-ը կրիպտոն եւս տրեյդինգի հետ կապված բնականաբար աշխատանքային ինստրումենտներ են, գործիքներ են, ուղղակի որոշակի տարբերություն ունեն։ Բինար օպցիոններում ի տարբերություն forex-ի, այսինքն forex-ում կա այսպիսի հասկացողություն, ցանկացած պունկտը դա փողարժի։ Իսկ բինար օպցիոններում նման բան չկա։ Եթե ես այստեղից բացել եմ գործարք, տվել եմ գործարքին հստակ ժամանակ, այդ ժամանակը ավարտվելուց հետո թեկուզ որ փակվի 1 պունկտ ներքև, ես կլինեմ պլյուս, իսկ եթե փակվի թեկուզ 1 պունկտ վերև, ես կլինեմ մինուս ու այս գործարքին արդեն կհետևի, որ ես պետք է բացեմ դագուն։ Դե բնականաբար forex-ում հակառակ ձև է, այսինքն դուք բացում եք գործարք ու ամեն մի պունկտը դեպի ձեր բացած գործարքի ուղղությամբ բնականաբար դա գումար է ձեզ եւ հակառակ ուղղությամբ դա ձեզանից գումար է անում։ Ռիսկերը
որպեսզի ես այսպես ասեմ, որտեղ են ավելի ցածր ռիսկեր, որտեղ են ավելի բարձր ռիսկեր, թրեյդինգում ու առհասարակ թրեյդինգով զբաղվող մարդու համար ռիսկեր միշտ կան, թրեյդինգում ռիսկեր միշտ կան ու կլինեն։ Ռիսկերից խուսափել այստեղ չգիտեմ, միտեղ այդ ռիսկերը ուրիշ բանի վրա են հիմնված, քանի որ դա այլ աշխատանքային գործիք է, մյուստեղ այդ ռիսկերը փոքրինչ այլ կերպ են դրսևորվում, քանի որ սա այլ աշխատանքային ինստրումենտ է։ Բինար օպցիոններում տվյալ պահին որքան գումար որ ես աշխատում եմ, որպեսզի աշխատեմ այդքան գումար Forex-ում, ինձ մոտավորապես անհրաժեշտ կլինի 500-600 հազար իմ հաշվին, որպեսզի ես աշխատեմ այնքան գումար, որքան հիմա ես աշխատում եմ բինար օպցիոններից։ Ի սկզբանե թրեյդինգի իմ ճանապարհը կարիերան սկսելիս սկսել եմ բինար օպցիոններից, մնացել եմ այստեղ էլ աշխատել եմ, սակայն եղել է ժամանակ, որ զուգահեռ աշխատել եմ Forex-ում, բացել եմ գործակներ, սակայն հասկացել եմ, որ այնուամենայնիվ ավելի ինձ կոմֆորտ է եւ ավելի իմ համար ցանկալի է բինար օպցիոններում աշխատելը։ Բինար օպցիոններում աշխատանքը պահանջում է ճկուն հոգեբանություն, ճկուն money management, ճկուն risk management ու ճշգրտություն։ Ճշգրտություն կայանում է նրանում, որ գործակը ունի հստակ ժամանակ, հստակ սահմանված ժամանակ, եւ այդ հստակ սահմանված ժամանակից ելնելով մենք չենք կարող ուղղակի, չգիտեմ, բացել գործակներ, երբ գինը չի հասել դեռ ցանկալի ուռովենին կամ զոնային, այլ բացենք, չգիտեմ, դրանից մի քանի պունկտ ներքև, այն հաշվարկով, որ գինը փոքրինչ կբարձրանա ու կշարժվի դեպի ներքև։ Սա աշխատանքային ինստրումենտ է, որը որ ունի ու որը որ պահանջում է իր մոտեցումները։ Անհրաժեշտ է ճշգրտություն։ Իսկ այդ ճշգրտությունը մեզ տալիս է մեր ստրատեգիաները։ Ստրատեգիան պետք է բինար օպցիոններում ադապտացված եւ հարմարեցված լինի այդ ճշգրտությանը, որպեսզի ձեր գործարքները այդ մի պունկտ տարբերությամբ մինուս կամ պլյուս փակվելը հնարավորինս կչանա, հնարավորինս այլպիսի գործարքներ, որ գործարքը բացեցիք ու ճշգրիտ նա շարժվում է դեպի ձեր ուղղությամբ։ Հիմնականում ձեր գործարքների 95%-ը պետք է լինի այդպիսին, քանի որ սա բինար օպցիոններ են, այստեղ մենք գործարքին տալիս ենք հստակ ժամանակ, որ այսքան ժամանակ այն պետք է շարժվի դեպի ներքև։ Իսկ ինչը մեզ կարող է տա այդ ճշգրտությունը։ Այդ ճշգրտությունը կարեկցիաներ, մինի կարեկցիաներ, թրենդ։ Հիմնական գրաֆիկի վերլուծության բաղադրիչները։ Շնորհակալ եմ բոլորիցս, ընկերներ ջան, շնորհակալ եմ, որ դիտեցիք վիդեոն մինչև վերջ, բաժանով թագովել, որ բաց թողնեք հետագա վիդեոները։ Հիշեցնեմ, որ մենք ունենք սիգնալների ալիք տելեգրամյան, կարող եք միանալ իմ թիմին եւ կրկնել իմ գործակները։ Ամբողջովին ողջարը։ Շնորհակալ եմ բոլորիցս, հաջողություն։